Լեռնային Ղարաբաղի Հանրապետության են զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանին երրորդ անգամն են վիրահատել։ Այս մասին այսօր հայտնել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Հոսպիտալի տնօրենը հույս է հայտնել, որ այս վիրահատությունը կլինի վերջինը, թեև ամեն ինչ կախված է ապաքինման ընթացքից։ Արտակ Բուդաղյանը դեռ 3-ից 4 օր կմնա վերակենդանացման բաժանմունքում։ Գնդապետը հրազենային վիրավորում է ստացել հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում։ Հիշեցնենք, կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը նրա եղբայրը, հրամանատար Արտակ Բուդաղյանը։ Մյուս վիրավորը Նիկոլայ Աբրամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն ու թիկնապահն է։ Կրակոցները հնչել են բերետա տեսակի եւ որսորդական հրացանից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեպքի կապակցությամբ ձերբակալվել եւ կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանտ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին 19-ամյա Տիգրան Խաչատրյանը։ Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը։ Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել է, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը։